Պակասությունները սկսվել են 19 թվականից, որովհետև ի սկզբանե այս իշխանությունները եկել են թրկահպատակ օրակարգով։ Երբեմն, տեսեք, մի քանի թեզ կա, որոնք շատ վտանգավոր են։ Թեզ կա, որ նա հոգեկան հիվանդ է։ Նա հոգեկան հիվանդ չէ։ Այն ինչը նա անում է, բավականին տրամաբանված է, շատ առողջ է եւ ֆրիկի համար շատ արդյունավետ։ Այսինքն այսօրվա դրությամբ ինքը հավաքում է իր ուզած կոմենտների թիվը, իր ուզած դիտումների թիվը եւ իր էջի ակտիվության թիվը։ Երկրորդական հարց է, որ հազարավոր մարդիկ մտել են հայհոյելու իրեն եւ իր կնոջը։ Իրենք դա շատ փայլուն հաշվարկել են նախքան դա գրելը։ Նրանք բնականաբար հաշվի են նստում, որ պետական գործչին էշ անվանելուց հետո մեկնաբանություններում մեղմ ասած բայց նրանց ուզածն էլ հենց դա է։ Հետաքրքիր է, որ այս դեպքում չեն էլ հեռացնում այդ մեկնաբանությունները՝ ի տարբերություն Այո, TikTok-ում նրանք փակում էին մեկնաբանությունները։ Facebook-ում ջնջում էին, հիմա բաց են թողնում, որովհետև սա միակ հնարավորությունն է, որ իրենք այս երկրում ունենան դիտում, ունենան օրակարգ։ Միակ